Ռազմավարական գործընկերը Ռուսնա, դրա համար Ալիևը այսօր էստեղ կարում է անել շատ բան, որովհետև դուք ձեր նման ուժերը պրոռուսական դեռ խրխռում եք։ Եվ այս ընտրությունները վերջին քաղաքական խրխռոցն է դիրք։ Քաղաքական մի րոպե։ Պարոն Մանուկյանը կես ժամը 3 վայրկյան։ Պարոն Նահապետյանն էլ է սպասում։ Աբովյան ջան, խնդրում եմ քեզ, անընդհատ բանավեճ ես անում, հարգում եմ քեզ շատ եմ, համակարգիչ եմ, բայց խնդրում եմ, անընդհատ շատ կարճ հարց։ Դուք Հայաստանի երկրորդ պաշտոնյան եք, պարոն Սիմոնյան, այն էլ պարլամենտական երկրի։ Խնդրում եմ այս լսարանին եւ այս լսողներին հավաստիացնեք, որ հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին չկա 300,000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխելու հարց։ Ձեզ տեղյակ պահեմ, խնդրեմ, որ կարճ ես եղել եմ տարբեր շրջաններում եւ Ամասիայի շրջանում, որտեղ են ադրբեջանցիներ, եկել են, նայել են գյուղերը եւ այն անկլավները, որ պետք է տանք նաեւ դրանց խնդիրները այս համակարգի մեջ լուծում, դուք կարող եք որպես երկրորդ պաշտոնյա Հայաստանի ժողովրդին հայտարարել, որ օրակարգում այդպիսի հասկացան, կարճ կա, խնդրեմ։ Պարոն Մանուկյան, ձեզ հարգելով, թեպետ ես մի քանի անգամ դրա մասին խոսել եմ, ես հայտարարում եմ եւս մեկ անգամ, երբևիցե նման խոսակցություն չի եղել, ոչ թե չկա, այլ երբևիցե նման խոսակցություն չի եղել։ Չկա որևիցե փաստաթուղթ, որի մեջ դա նույնիսկ քննարկվել է, հետո դուրս է եկել եւ այլ։ Որևիցե նման խոսակցություն հասկանալի չի եղել։ Պարոն Նահապետյան, խնդրեմ։ Ձեր ձայնը կտրած է, պարոն Ղազարյան։ միացեք պարոն Ղազարյան։ Ժողովրդեցեք սկսեմ արձանագրել իմ գոռալու Պարոն Նահապետյանն։ Մի րոպե, հարգելի պարոն Ղազարյան, երբ ունեք ինչ-որ ասելիք, մեզ ցույց տվեք, որ դուք էլ կարողանաք ասել։ Արտահերթ գոռում եք, չի լսվում։ Պարոն Նահապետյան, խնդրեմ։ չկա որևէ հաստատող։ Հետո Գյորգիսյանը, խնդրեմ։ Հետո Տիկին Սախոյանը, Տիկին Արամյանը եւ պարոն Հովանեսյանը, Տիկին Գրիգորյանը եւս խնդրում եմ։ Խոսացեք, պարոն Նահապետյան։ Չկա որևէ փաստաթուղթ արտահայտությունը, անկախ նրանից ընդ որում տես փաստաթուղթ կա թե չէ։ Ինձ հիշացրեց 2019-ի բանակցային գործընթացի հետ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որ չկա ոչ մի փաստաթուղթ, չի քննարկում։ Այդ առումով պարոն Մանուկյան, զարմանում եմ, որ հավաստիացումներ ածես հետաքրքիր այսքան բանից հետո։ Այնքան անջել է խոսքը։ Ես մի րոպե։ Ալիևը վաղ արձագանքելու է սրան, ես դրա համար եմ այդ հարցը տվել։ Ալիևը վաղ արձագանքելու է սրան։ Մի րոպե անձամբ ասել որ վաղ արձագանք։ Ինձ մենակ մի հատ հարց է հետաքրքրում։ Երբ որ պարոն Սիմոնյանը ցենց բան թաղի մակարդակով ուպրիկատ անում, որ ցենց ապե դու նվաստես այս ոճի։ Առանց վիրավորանքի։ Այդտեղ վիրավորանք։ Ծաղրում եք հիմա։ Չէ, ոչ եմ կիրառում։ Երբ որ այտենց հարցադրումա ձևակերպում, ես մարդկայնորեն որպես քաղաքացի ինձ վատ եմ զգում, իսկ դուք հպարտ եք, որովհետև եթե դուք հպարտ եք, այդտեղ պրոբլեմ կա։ 2018-ի պրոցեսից հետո Արտուր Օսիպյանը այդ ձեր նույն սերմանած գաղափարներով գնացել է փորձել է դեմոկրատիզացնել Ղարաբաղը, դուք իրան մի հատ այդտեղ գցել եք որպես քաղաքական ուժ, որպես հեղափոխական շարժում աջակցել եք նրան, ինչի դեմ Հայաստանում պայքարում եք։ Հետո մի հատ իրան գցել եք իր բնորանը կորցրել ենք։ Դուք ստում եք։ Իր բնորանը կորցրել ենք, հետո մի հատ էլ եկել է ստեղ ուզել է խոսքի ազատությունը օգտագործի։ Մի հատ այդտեղ եք գցել, բերդ եք նստացրել։ Ինչով եք հպարտ։ 3 րոպե ավելացրեք պարոն Սիմոնյան արձագանք։ Հետո Գյորգիսյան։ Նախ ես ձեզ կոչ եմ անում փողոցային բարբառով չխոսել։ Ստեղ ես հասկանում եմ, որ դուք ամենաերիտասարդ եք, ուպրիկատ եք, այդ ինչ խոսակցություն է, ավելի ճիշտ ես էլ եմ ինձ երիտասարդ համարում, բայց ես երբևիցե երիտասարդ լինելով ժամանակ եթերներում տենց չեմ խոսացել, առաջարկում եմ, ես զիջում եմ իմ խոսելու հնարավորությունը մարդկանց, ովքեր չեն խոսել, դուք շարունակեք պոպկորն ուտել։ Պարոն Գյորգիսյան, ուրեմն, Գյորգիսյան, հետո Գրիգորյան, խնդրեմ։ Հիշում եք պարոն Հովանեսյան, Տիկին Սախոյան, անպայման։ Գործընկերներ, խնդրում եմ։ Մենք հերթական անգամ տեսնում ենք, ինչպես է պարոն Սիմոնյանը վարպետորեն ուղղակի մանիպուլացնում եւ ստում։ Այո, միգուցե չկա փաստաթուղթ, բայց կա փաստաթուղթ անկլավներ հանձնելու մասին։ Իսկ այս անկլավները Ադրբեջանը ուղղակի չի ուզում։ Անկլավները նրա համար են, որպեսզի այդտեղ այդ տարածքներում վերաբնակեցնեն, ինչպես Ադրբեջանը պնդում է, իրենց բնակիչներին, իրենց ասելով 300,000 թող չլինի, թող 50,000 լինի, թող 10,000 լինի։ Ո՞րն է այդ փաստաթուղթը։ Ասում եք կա փաստաթուղթ անկլավները հանձնելու մասին։ Դուք ձեր վարչապետը խոստացել է, որ տալու է անկլավներ։ Եվ այդ մասին խոսել ոչ մեկ ոչ մեկին ոչ մի բան չի խոստացել։ Դուք արդեն իսկ ձեր վարչապետի ելույթից հետո դուք ձեզ Տիգրանաշենը քարտեզի վրա դարձել է քյարքի։
եւ դա առաջին քայլն է ադրբեջանցիներին այդտեղ բերելու համար։ Համակարգչի մասնագետ եք։ Դուք նոր ձեր խոսքի մեջ ասեցիք հետեւյալը, ասեցիք, որ կա փաստաթուղթ։ Ո՞րն է այդ փաստաթուղթը։ Ես ասում եմ էական չի կա փաստաթուղթ թե չկա։ Նոր ասում եք կա փաստաթուղթ։ Որովհետեւ Պարոն Գորգիսյան, ես հավատում եմ, որ դուք անկեղծորեն չեք ասում։ Հիմա այս կողմից հետ Կա երկու փաստաթուղթ։ Վավերացված երկու փաստաթուղթ, դա դելիմիտացիա եւ հանձնաժողովի ստեղծելու մասին փաստաթուղթն է, որտեղ կանոնները գրված են, եւ երկրորդ փաստաթուղթը թողեք ասեմ տալու հարցը։ Ընդ որում Ադրբեջանը մի փաստաթուղթ Արտաշենը մերն է։ Ադրբեջանը չունի մի փաստաթուղթ։ Թույլ տվեք ավարտել։ Արտաշենը մերն է։ Այո կամ ոչ։ Արտաշենի համար մենք ունենք փաստաթուղթ, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ադրբեջանը չունի մի փաստաթուղթ, որը պատկանում է որին քունի որևէ տարածք Հայաստանի Հանրապետությունում։ Եվ դուք Արտաշենի հարցը առաջի պլան բերելով ժամանակ ավելացնենք։ Դա Պարոն Գորգիսյան, ձեր կողմից անկլավներ հացել եւ դրա հաջորդ քայլը ադրբեջանցիների վերաբնակեցում է այդտեղ։ Եվ դուք կրկին վարպետորեն տարածում եք Գորգիսյան, վերջ, հասկացանք, վերջ։ Պարոն Հովհաննիսյան, կարճ։ Հա, պարոն Ղազարյան, տեսա։ Եկեք տրամաբանորեն հասկանանք հետևյալը։ Ասում է, որ նման բան չկա։ Ի վերջո կա անմեղության կանխավարկած, հավատանք։ Փաստաթուղթ չկա։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ալիևը շատ հմտորեն մանիպուլացնում է հայաստանյան քաղաքական դաշտը, այսօր միանշանակ։ Եվ այսօր 300,000 ադրբեջանցի վազելով գալու են ապրեն այստեղ, այդ մեր արցախցիները հարց են բարձրացնում, չէ, եթե ապրենք այնտեղ պիտի ծառայենք Ադրբեջանի բանակով, դրանք այդ հարցը չեն բարձրացնում, այսինքն նրանք մարդ չեն, բնականաբար այդ տրոլինգը, այսինքն նա ցույց է տալի հետևյալը, այստեղ աղմուկա բարձրացում, ասում է, ահա տեսեք, բոլոր հայերը դաշնակ են։ Այդ իրանց թեզն է հիմնական։ Բոլոր հայերը դաշնակ են, այսինքն այն կարծիքին են, որ անհամատեղելիություն կա գենետիկական ադրբեջանցիների եւ հայերի։ Շատ լավ, հերթով, իրար չեն կարող ապրեն։ Եվ վարկաբեկում է մեր քաղաքական դաշտը։ Մեր ժողովրդի որպես անհանդուրժող Հասկանալի է, շնորհակալություն։ Միջևի միտքը հնչեցնելը հատկապես տղամարդկանց հերթական անգամ հորդորում ենք։ Իսկապես մեզ կանանց համար դժվար է բարձր գոռալը։ Ես սովոր չեմ գոռալու, հետեւաբար ակնկալում եմ, որ գոնե կլսեք։ Հիմա մենք ակնկալում ենք, որ մեզ պետք է վստահաբար ասեն, որ ադրբեջանցիները չեն գալու Հայաստանում ապրի։ Մի քաղաքական ուժ, որ ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ, մարդն ասում էր Աղդամն իմ հայրենիքն է։ Հիմա ասում է Աղդամն իմ հայրենիքը չի։ 44 օրյա պատմություն, այո, ես Պարոն Սիմոնյան, այո, ես քաղաքական թիմի հարցում Հիմա էլ եթե լավ հրավերելնի կեցած ուժեղ Հայաստան։ Ուզում հասկանամ, այդ թեման ձեզ ձեր չի տալի։ Հիմա ես ասեմ։ Այդտեղ մի մտեք։ Այդտեղ որ հիմա ասում մտնում եք, մի եք, ընդհատեք։ հաշվի առնելով թե Ինձ ձեր մի քաղաքական ընդհատեք, ինձ մի ընդհատեք ասեցի։ Լսեք իրարը։ Մի մտեք, մի մտեք։ Կարևորը ես քաղաքական թիմի հարցում միգուցե սխալվել եմ։ Հայրենիքի հարցում չէ, դուք սխալվել սկզբում եմ։ Հայրենիքի հարցում Վերջ, լավ, ավելի սա է հայտարարությունը։ Ու այս մարդիկ Հասկանալի է, Տիկի Սախոյան, խնդրեմ։ Ուրեմն եկեք ուրեմն ցանկացած հայտարարություն պետք է փաստարկվի, ներողություն։ Դեկտեմբերի 18-ին 2024 թվականի ՌԻԱ Նովոստիին Ալիևի տրված հարցազրույցը մեջբերում Ալիևի հարցազրույցը նշել է արտաքսված 80 մի ընդհատեք ինձ ուրեմն նշել է 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին արտաքսված 300,000 ադրբեջանցիների մասով պաշտոնապես դիմել ենք Հայաստանի իշխանություններին եւ առ այսօր չկա որևէ պատասխան։ Ալիևը խոսում է վերադարձի իրավունքի մասին։ Այո, շատ մեկ ենք խոսում։ Ասում եք, որ Արցախի մեր հայրենակիցները իրավունք չունեն վերադառնալ։ Ապրեք, շնորհակալ եմ։ Չույ է Ադրբեջանը ստեղծված այդ սուտ կոնցեպտը առաջ տանում, իսկ դուք մեր իրավական հասկանալի է, վերջ։ Կլինի արձագանքեմ, Այո, արձագանքեք, այո։ Արձագանքեմ, ես չէի սպասում, որ այս բանը ձեզ կասեմ, շնորհակալ եմ ձեզ այս հարցի համար, որովհետև դուք ասում եք, Ալիևը ասում է հայկական կողմից արձագանք չկա, բա մենք ես մի թողեք վերջացնենք, ինչու պաշտոնապետ, երբ որ մեկը
Այսինքն Ալիևը ինչ ասում է, պետք է պաշտոնապես ասել, մեռակ ասելու։ Որևէ մեկ ասում է, մեր ձևով հարց կլուծենք, բայց Ալիևին պատասխան չունեք։ Անջատեք Տիկին Սախանյան։ Խնդրում եմ, Ուզում եք ավարտեք։ ուղղակի բղավեք, թե ուզում եք Պարոն պատասխան։ Սիմոնյան, հանգիստ։ Տիկի Սախան, Ես լսեցի, ես ուզում եմ ձեզ արձագանքեմ, հարգելիս, 3 րոպե ավելացրու։ հարգելիս, նման խոսակցություն չկա եւ դուք դա նույնպես փաստեցիք։ Հայաստանի Հանրապետությունը վերադարձի հարց չի դնում։ Ղարաբաղյան էջը փակված է։ Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իր տունը ունի եւ պետք է ապրի ստեղ։ Հասկացա։ Մի րոպե, հանգիստ։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի շենքի վրա գրած է եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես պաշտոնյա եմ։ Ես պաշտոնյա եմ։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի շենքի վրա գրված է եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես պաշտոնյա եմ եւ ես պետք է պաշտոնական լեզվով խոսեմ։ Պարոն Ղազարյանն է, հիմա հետո այս կողմից։ Պարոն Ղազարյան։ Ես Պարոն Պետրոս, խնդրում եմ թող պատևեք մենք աշխատենք։ Պարոն Մանուկյան, հարգարժան։ Մի ակնկալեք, որ իրանք որևէ պայմանավորվածություն պիտի ունենան Ադրբեջանի հետ։ Իրանք ռեժիմը հանձնարարությունների է, իրանք ոչ թե պայմանավորվում են, այլ Ադրբեջանը հանձնարարում է, իրանք կատարում են։ Հիմա օրինակ որ պիտի Հայաստանի սահմանադրությունը փոխվի անկախության հռչակագրից հրաժարվի, խո ոչ միտեղ գրած չի։ Հանձնարարել է, այս մարդիկ կատարում են, այսինքն իրանք ռեժիմը հանձնարարությունով կատարել է։ Հիմա Արցախը գրած չի եղել։ Կարգադրությունը ստորագրեք 21 թվին պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության հանձնաժողովը ստեղծել։ Ինքը այդ հանձնաժողովի նախագահն է։ Ինքը 21 թվին, հիմա ասում Արցախ գոյություն չունի։ Հասկանում եք ում հետ ենք մենք խոսում։ Այսի պետական դավաճանության մաքուր Հիմա պատասխանը հետո է գալու։ Հիմա Տիկին Խաչատրյան